Նաիրա Զորաբյանի տպավորությամբ մեր իշխանությունները պատրաստ չէին դեսպան Պյոտր Սվիտարսկիի հայտարարություններին։ Այլ հարց է, որ մենք սովոր ենք ունենալ դեսպաններ ընդամենը գալչկայի համար, ովքեր շատ դեպքերում մտնում են հանցավոր, ճակերտավոր համաձայնության, տարբեր նախարարների հետ, տարբեր գրանտային ծրագրեր են իրականացնում ատկատի մեխանիզմներով։ Հիմա այս մեկն էլ այդպիսի դեսպան չի։ Պյոտր Սվիտարսկին չի ուզում թղթերով պայքարել կոռուպցիայի դեմ, նա միշտ խոսում է ըստ էության եւ այնպես չէ, որ մեր պետության արատների մասին խոսելով ինքը նորություններ էր ասում։ Գաղտնիք է, որ տարբեր գործատուներ ուղղակիորեն նվաստացնում են իրենց աշխատողներին։ Տիկին Զորաբյանը չի կարծում, թե դեսպան Սվիտարսկու օրակարգում է հանրապետականներին դաստիարակելու առաքելությունը։ Եթե հանրապետականը ժողովրդավարության մասին այլ պատկերացում ունի, դեսպանն այդտեղ ոչինչ անել չի կարող։ Կոչս այն է, որ ամեն մեկը զբաղվի իր գործերով եւ որևէ մեկը դատավորի կարգավիճակ չստանձնի եւ չփորձի գնահատականներ տալ դեսպանի կամ ընդդիմության վարքագծին։ Չնայած դրան տիկին Զորաբյանը համաձայն չէ Պյոտր Սվիտարսկու այն դիտարկմանը, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում պետք է տեղ գտնեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, դեսպանը զարմանալի լավատես է։ Այնտեղ Տիգրան Մուկուչյանը նստած կլինի, թե Մուկուչ Տիգրանյանը նստած կլինի, թե որևէ այլ անձնավորություն նստած կլինի, ընտրական ձևախեղումները կամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ նստած կլինեն։ Ընտրական ձևախեղումները մեզանում շատ ավելի այլ տեղերում են։ Բարեփոխումները Նաիրա Զորաբյանը կսկսեր այն քաղաքացիներից, որոնք հերթ են կանգնում ընտրակաշառքի համար, հետո կգնար գործատուների մոտ, որոնք քվեի համար սպառնալիքներով նվաստացնում են իրենց աշխատողներին, հետո միայն падգամավորը կփորձեր իր բառերով բարեփոխել Տիգրան Մուկուչյանի կանտորան։